Առավոտն ինձ դարավ մոտիկ նրա հոտից արթնացա Լույսը բացվեց, արև ծնվեց ու շատ վերև բարձրացավ Մեկը գտավ, մեկը կորցրեց, մեկի օրն էլ բարդացավ Միտեղ ծիծաղ, միտեղ արցունք, միտեղ էլ երգը պար դարձավ Լուսաբաց, հավաքի սրտերը դուրս թափված Օգնի մթում ապրող մարդկանց, հանի նրանց միտեղ պարկած Լուսաբացը ու անձրև, ով է ամբը միացրել Դուրսը թացա ու քաղաքը վերջապես լվացվեց Բարի լույս տիկնակ եւ պարոնայք, այսօր ապրիլի 15-ն է Կիրակի։ Այս շաբաթ մեր երկրում միանգամից երկու նոր պաշտոնյա անցավ գործի։ Հեն շաբաթասկզբին տեղի ունեցավ 4-րդ նախագահի երթունակալության արարողությունը։ Ինչ սպասել նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանից, սա մեր թողարկման առաջին թեման է։ Այս շաբաթ պատերազմը թեժացավ Սիրիայում, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան 100 հրթիռ են արձակել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։ Կխոսենք, թե ինչ սպասել Սիրիայի նոր պատերազմից եւ ինչպես այն կանադառնա հայերի ու մեր երկրի վրա։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել Վարդան Մինասյանը։ Ինչպես ստացվեց, որ նա վերադարձավ, ինչ սպասել նորանշանակ հին մարզչից։ Թողարկման 3-րդ հատվածում։ Այս երեք թեմաների մասին այսօր կխոսենք Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի, արաբագետ Արաքս Փաշայանի եւ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։ Թե կա, թեմաները ընտրված են, հյուրերն արդեն այստեղ են, բարի գալուստ, բանաձևակում։ Այսպես առաջի թեման Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահն է։ Հասկանալի է, որ այս ընթացքում շատ խոսվեց նախագահի ինստիտուցիոնալ առաքելության մասին։ Եկեք նախ առաջինը խոսենք, թե ինչ ակնկալիքներ ունենք 4-րդ նախագահից, Արաքս։ Ես շատ կցանկանայի, որ շոշափերի դերակատարություն ունենար մեր հասարակական, քաղաքական կյանքում, գիտական, ակադեմիական ոլորտի հետ կապված նույնպես ու շատ կցանկանայի, որ ինքը իր փորձը բերեր Հայաստան ու իր շնորհիվ Հայաստանի կապեր ընդլայնվեին, ես որպես գիտության մարդ ակադեմիական շրջանակներից իսկապես ցանկանում եմ, որ գիտությանը Հայաստանում ու այսուհետ ավելի մեծ տեղ տրվի, դա իմ ցանկությունն է։ Ես որևէ ակնկալիքներ չունեմ, հենց ելնելով նույն լիազորությունների շրջանակից, միակ ակնկալիքն նա է, որ նախագահան կատարի իր պարտավորությունները եւ պարտականությունները պատշաճ, հավուր պատշաճին եւ այնպես ինչպես վայել է նախագահին, դա է ակնկալիքը եւ ներկայացուցչական լինի։ Այո, այսինքն այն ամենը, ինչ կա սահմանադրությունում, ինչ վերապահված է նախագահին, որպեսզի կատարվի օրենքի տարին եւ բառին համապատասխան եւ պետք է սպասել եւ տեսնել։ Դավիթ Իր ելույթում ես լսեցի մի քանի key message, այսինքն գլխավոր մեսիջներ, ուղերձներ, որոնցից մեկը եւ ինձ համար ամենակարևորը երևի թե երիտասարդությանը մեր հասարակության կյանքում ավելի ակտիվ ներգրավելու խոստումներ եւ ես շատ հույս ունեմ, որ մեր երիտասարդները, որոնց ես շատ բարձր եմ գնահատում, կստանան այդ հնարավորությունը նաև նախագահի շնորհիվ եւ կստանան հնարավորություն ինքնահաստատվելու եւ կայանալու Հայաստանում, այլ ոչ թե արտասահմանում, որտեղ մենք շատ լավ գիտենք, որ հիմա այն ժամանակներն են, երբ որ երիտասարդներից շատերը նախընտրում են արտագաղթել եւ փնտրել իրենց բախտը դրսում։ Ես համենայնպես իմ համար առանձնացրել եմ երկու բան, որ իմ ուշադրությունը գրավեց։ Նախ առաջինը, որ ինքը անդադ խոսում է մասին, որ ժամանակն է ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչ թե բնակիչ, ոչ թե սպառող, ոչ թե ընտրող, այլ հենց քաղաքացի ու երկրորդ այո, որ բավականաչափ այսպես ասած 4-րդ նախագահը հուսադրող էր գիտության նկատմամբ ուշադրության վերաբերյալ։ Չնայած որ պետք է նկատել, որ այս ընթացքում երևի սա Արմեն Սարգսյանի պաշտոն այն եզակիներից է, որ եւ ընդդիմության կողմից եւ իշխանության կողմից տարբեր կոնֆիգուրացիաներով անդադ ասում են, դե միա տեսնենք իր լիազորությունները փակ են, իր լիազորությունները սահմանափակ են, ինչպես դուք եք նշում, բայց մյուս կողմից կա մեկ այլ այսպես կոչված մեդալի հակառակ կողմն է, որ լավ է, որ կա մեկը, որ տիրապետում է անգլերենին եւ ռուսերենին, որ ներկայացուցչական է, որ ունի փորձ։ Այո, նախագահի պաշտոնը ներկայացուցչական է, հետեւաբար պետք է ունենա հստակ պրոտոկոլ, մարդկանց ընդունի արժանվույն, խոսա արժանվույն, հասկանա խնդիրը եւ ճանապարհի։ Այդ իմաստով արդյոք Արմեն Սարգսյանը հենց այնպիսին է, ինչպիսին որ մենք կուզենայինք, որ լինի։ Ես կուզենայի պարզապես նշել, որ չնայած այո, իրավունքների տեսակետից
որոշակի սահմանափակումներ ունի նախագահի պաշտոնը, սակայն պետք է ասեմ, որ վերաբերմունքի տեսակետից ընդհանրապես որևէ սահմանափակում չունի։ Այսինքն ակնհայտ է, որ նախագահն կարող է իր վերաբերմունքը ցուցաբերել ցանկացած երևույթի վերաբերյալ եւ գուցե այդ վերաբերմունքը հետագայում օրենքի ուժ չստանա կամ կառավարության որոշման ուժ չստանա, բայց ամենայն դեպս հասարակությունը գոնե տեղյակ կլինի, որ երկրի առաջի դեմքը ի պաշտոն է ունի նման վերաբերմունք տվյալ խնդրին։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև այն հետագայում դա կարող է բերել որոշակի հասարակական դիսկուրսի եւ մարդիկ գոնե կիմանան, որ այսպիսի խնդիր կա։ Եվ այս փուլում հայք որքան հասկանում պետք է սպասել եւ տեսնել։ Այո, որովհետև պաշտոնավարումը նոր է ստանձնվել նախագահի կողմից, որևէ բան հայտնի չէ, չեմ կարծում, թե իշխանական համակարգում անգամ շատ լավ պատկերացնում են, թե ինչպես է մեքենան աշխատելու, որովհետև նորամուծություն է, չեմ կարծում, թե որևէ մեկը դա կարող է պատկերացնել եւ անակնկալներ միշտ հնարավոր են անգամ խիստ կանոնակարգված սահմանադրության այս սահմանադրության շրջանակներում եւ ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանա ամեն ինչ։ Լավ, Արաքս, համաձայն ես։ Համաձայն եմ Հայկի հետ, իսկապես վստահ եմ, որ նախագահն ինքն էլ այսքան հստակ չի ճանաչում Հայաստանը, հաշվի առնելով, որ երկար տարիներ Հայաստանում չի ապրել եւ այլն։ Ամեն դեպքում մենք որպես Հայաստանի քաղաքացիներ միայն ցանկանում ենք, որ Հայաստանը դեպի առաջ շարժվի, որ Հայաստանում արտագաղթը նվազի, տնտեսական վիճակը լավանա, նորից եմ կրկնում գիտության որակը լավանա, կրթությունը եւ այլ ոլորտներ։ Այսինքն մենք իսկապես ցանկանում ենք, որ Արմեն Սարգսյանի նախագահությունը միայն նպաստի Հայաստանի առաջընթացի։ Բարի, ես առաջարկում եմ կարճատև դադար, մենք այս շաբաթ էր, որ խորհրդանական կառավարումը արդեն այսպես կոչված մտավ ուժի մեջ, մենք ունենք արդեն նոր նշանակումները, մինչև այդ էլ ունենք, օրինակ ԳԴԽ-ի Գերագույն դատական խորհրդի անդամների եւ նախագահի նշանակումը, այս շաբաթ ունեցանք 4-րդ նախագահի երթնակալությունը, հաջորդ շաբաթ արդեն կունենանք վարչապետի տեխնացությունը առաջադրումը եւ քվեարկությունը դրա մասին կխոսենք արդեն հաջորդ շաբաթ։ Հիմա կարճատև դադար, որից հետո արդեն կանցնենք մի թեմայի, որը առաջին հայացքից է միայն թվում, թե չի առնչվում մեզ, մինչդեռ շատ ավելի կարեւոր է մեզ համար։ Հասկացավ առավոտ, որ դարավ օդ, մաքրեց կեղտը, դարավոր, առաջ բերեց կարևորը, որը կորել էր ցավոք, ծառերից ստվեր խոտին պարկեց արևի հետ կռվելով, ծառերին ծեր պիտի հարցնես, հետո ինչա գրվելու։ Պիտի դիմանաս, պիտի կանգնած մնաս, ինչքան շատ բան իմանաս, այդքան շատ բան կիմանաս, իմացի, պիտի դիմանաս, պիտի կանգնած մնաս, ինչքան շատ բան իմանաս, այդքան շատ բան կիմանաս, պիտի դիմանաս, պիտի կանգնած Ողջույն մեկ բանաձև ակումբը եւ այս շաբաթ աշխարհը մոտ էր սիրիական նոր պատերազմի։ Տարբեր ձևակերպումներ էին տալիս, էսկալացիա, բռնկում, պատերազմի շեմ, ի վերջո ինչպիսին է ավելի ճշգրիտ ձևակերպում Արաքս որպես արաբագետ։ Կարծում եմ, որ ոչ մի նոր բան չկա, ուղղակի լարվածությունը մի փոքր խորացավ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Պատերազմը չի դադարել, չէ՞ Սիրիայում, այսինքն ասել, որ նոր պատերազմ է սխալ։ Չէ, պատերազմը դադարելու դեռ միտում չունի, որովհետեւ քանի որ սիրիական հակամարտության մեջ տարբեր դերակատարներ են ներգրավված, այսինքն հակամարտությունը կդադարի միայն այն դեպքում, երբ այդ միջազգային խաղացողները կարողանան լեզու գտնել, որովհետեւ Սիրիան պրոքսի հարթակ է ըստ էության, այսինքն քանի դեռ թե տարածաշրջանային խաղացողների, այսինքն Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջև չկա համաձայնություն եւ մյուս կողմից Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև կարծում եմ որ հակամարտության մոտակա հանգուցալուծման մասին իսկապես դեռ վաղը խոսել է։ Ինչ էր անում Թրամփը։ Թրամփը սկզբից հայտարարեց, որ զորքերը հանում է։ Հետո ասեց չէ, դեռ կմնա։ Հետո հայտարարեց, սկսում եմ նոր պատերազմ։ Հետո հայտարարեց, որ ռուսներ բռնվեք, գալիս են։ Հետո օդանավերը ուղարկեց ռուսական ռազմաբազաների վրա պատտվելու, որից հետո Սպիտակ տունը, այսպես կոչված BBC-ի միջոցով ակնարկեց, որ հիմա մտածում ենք, թե ինչ պետք է անենք։ Ես հասկանում եմ, որ Թրամփի սիրիական պատերազմի օրակարգը նաև թելադրված է ներքաղաքական, այսպես կոչված իրավիճակով, բայց այնուամենայնիվ կա հստակ տեսլական, թե ամերիկյան վեկտորը դեպի ուր է գնում։ Իհարկե հստակ կա, որ աշխարհակական իրավիճակը իրենք ցանկանում են Մերձավոր Արևելքում վերաձևել, այսինքն խոսքը միանգամայն նոր ուղղությունների մասին է, որովհետև ձևավորվել է նոր առանցք Սաուդյան Արաբիա, Իսրայել եւ ԱՄՆ։ Մինչ այդ Սաուդյան Արաբիան գոնե հրապարակային Իսրայելի հետ չէր ձգտում բանակցել, շփվել եւ այլն։ Իսկ հիմա այսքան փաստացիորեն փոփոխություն տեղի ունեցավ։ Սաուդյան Արաբիան միացավ այս դաշինքին կարելի ասել, կոալիցիան եւ պիտի ասել նաեւ որ մեծ պետությունները շատ լավ օգտագործում
օգտագործում են այն հակասությունները, որ կա Մերձավոր Արևելքում։ Իրենք փայլուն օգտագործում են այդ հակասությունները, մասնավորապես Սաուդյան Արաբիա եւ Իրանի հետ կապված, եւ պիտի ասեմ, որ ԱՄՆ-ը ուղղակի փորձում է Մերձավոր Արևելքի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհին համոզել, որ Իրանը սպառնում է Մերձավոր Արևելքի անվտանգությանը եւ կարողանում է այսպես կոչված իրանաֆոբիայի գաղափարի շուրջ ուրեմն համախմբել մյուս պետություններին։ Այստեղ ուղղակի շատ հստակ են շահերը, աշխարհաքաղաքական շահերը, մրցակցությունը դաշինքների միջև, այսքան ԱՄՆ-ի մոտ խանդ կար բնականաբար Ռուսաստան, Թուրքիա, Իրան դաշինքի հետ կապված, քանի որ նրանց հաջողվել էր որոշակիորեն ուրեմն ազդեցություն ընդլայնել, կարգավորել հումանիտար իրավիճակը Սիրիայում եւ բնականաբար իրենք ուզում են նորից փորձել ուրեմն մեծացնել իրենց դիրքերը, այսինքն ընդհանրապես աշխարհաքաղաքական իրողություններ են մեծ ծանոթ ու ոչ մի նոր բան ըստ էության չկա, բայց ամենացավալին իմ համար այն է, որ այս մեծ պետությունների մրցակցությունը եւ այս իրենց պրոքսիների օգտագործումը դա անմիջական հարված է ուղղակի Մերձավոր Արևելքի հասարակություններին ու ժողովուրդներին, այսինքն մենք միշտ խոսում ենք այդ պաշտոնական իրողությունների մասին, բայց գետնի վրա փաստորեն տեսնում ենք, որ ժողովուրդը մեծ, այսպես ասած, դրամատիկ ու ցավալի իրավիճակում է հայտնվել, պատերազմներ, ողբերգություններ, մարդկային զոհեր եւ այլն, ըստ էության ցավալին հենց այս անհաղթահարելի դժվարություններն են, որին ըստ էության բախվել էր, ասենք նույն սիրիական հասարակությունը, Եմենի ժողովուրդը եւ այլն եւ այլն։ Այ դուք այս շաբաթ ձեր հարցազրույցների մեկում ասել եք, որ սիրիական պատերազմը ավելի մոտ է Հայաստանին եւ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան առաջին հայացքից թվում է։ Ինչ նկատի ունեիք։ Նկատի ունեմ այն, որ սիրիական պատերազմում Թուրքիան ցույց տվեց իր էքսպանսիոնիստական նոր գիծը, որը միշտ կար, բայց լատենտ վիճակում էր, քնած վիճակում էր, կամ ոչ շատ ակտիվ։ Հիմա արդեն առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում թուրքական պետությունը հողային նվաճումներ է ունեցել, ի հաշիվ հյուսիսային Սիրիայի, քրդական տարածքների, ըստ էության լուծել է Սիրիական Քրդստանի խնդիրը գոնե այս պատմական հատվածի համար, եւ դա նշանակում է, որ դա մեծ ազդակ է նաեւ Հայաստանին, որ Թուրքիան, որը իհարկե Ադրբեջանի մերձարարագույն դաշնակիցն է եւ կարելի է ասել ըստ էության դե ֆակտո միևնույն պետությունն է, անմիջականորեն մասնակցելու է ակնկալվող առաջիկա հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմին եւ սա պետք է Հայաստանում ընկալվի որպես մեսիջ այն բանի, որ տարածքային կորուստները անգամ Հայաստանի Հանրապետության տարածքից տեսականորեն բացառել չի կարելի։ Թուրքիան վարում է չափազանց ագրեսիվ, չափազանց պրագմատիկ եւ ընդհանրապես անգամ իր դաշնակիցների շահերը հաշվի չառնող քաղաքականություն եւ ստիպում է բոլորին ներառյալ իր դաշնակիցներին տվյալ պարագայում Ռուսաստանին հաշվի նստելու իր շահերի հետ նախ եւ առաջ, փոքրիկ զիջումներ անելով առանձին հարցերում եւ սիրիական հակամարտության այս միջազգային սրմանփուլում կարծում եմ, որ Թուրքիան ունի նաև կուլիսային դեր, թեև այդ մասին թերևս շատ չի խոսվում եւ առաջին պլան են գալիս իհարկե Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, բայց Իրանի թուլացումից կարող է ինչ-որ առումով շահել նաև Թուրքիան, համենայն դեպս Թուրքիայում կան ուժեր, որոնք այդպես են մտածում եւ այս առումով շատ կարեւոր է։ Երկրորդ խնդիրը, որը անչափ կարեւոր է Հայաստանի համար, դա այն հանգամանքն է, որ սիրիական լարվածությունը առնչվում է ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա մի կողմից եւ մյուս կողմից Իրան լուրջ հակամարտությանը եւ որոշ կանխատեսումներ կան, որ այնուամենայնիվ Իրանի հետ պատերազմը կարող է դառնալ փաստ։ Այդ պարագայում Հայաստանը լրջագույն խնդրի առջև է կանգնելու իրանական ատրպատականի մասով կամ այսպես կոչված Ադրբեջանի մասով, բուն Ադրբեջանի ավելի շուտ, որովհետև Ադրբեջանի Հանրապետությունն է այսպես կոչված, բուն Ադրբեջանի մասով, որովհետև այդտեղ թուրքական տարրերը կարող են դառնալ մեծ վտանգ Հայաստանի համար, մինչդեռ քանի դեռ նրանք գտնվում են Թեհրանի, պաշտոնական Թեհրանի լիակատար վերահսկողության ներքո, որևէ վտանգ Հայաստանի համար չեն ներկայացնում։ Եվ տարածաշրջանային քաոսի պայմաններում կարող է ստեղծվել հրաշալի առիթ Ադրբեջանի համար անցնելու ռազմական լայնածավալ հարձակման, որին միջամտելու ուժ կարող են շատերը չունենալ կամ շատերը կարող են անգամ չցանկանալ միջամտել։ Դուք ձեր հաշվարկներում կամ ձեր վերլուծության մեջ հաշվի չեք արել, որ օրինակ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ այս դեպքում այլ բան է հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց այլ բան է ուղղակի ռազմական ագրեսիան Թուրքիայի կողմից, որը արդեն հենց այդ կառույցի գոյության քննության հարց։ Իհարկե։ Ու եթե ներողություն, ու եթե հայ-ադրբեջանականի դեպքում որոշակի այսպես կոչված դաշնակցային կապեր կային Ղազախստանի, Թուրքմենստանի, Բելարուսի հետ, որոնք որ ՀԱՊԿ-ի ձևակերպումները հնարավորինս զսպեն դարձնում, ապա ոչինչ չի խանգարում շատ ավելի սուր լինել
Թուրքիայի դեպքում։ Իհարկե, միանշանակ շատ լավ հարց է, հրաշալի հարց է իրականում։ Ես կարծում եմ, որ բացառված է, որ Ռուսաստանը գնա ռազմական կոնֆլիկտի Թուրքիայի հետ։ Թուրքիան կարող է Ռուսաստանին կանգնեցնել փաստի առաջ, բայց ռուսական զորքերը երբևէ դուրս չեն գա Թուրքիայի դեմ, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, եւ այստեղից առաջ է գալիս ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հանգամանքը, որը պարտադրում է ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետություններին, եւ ՆԱՏՕ-ն դա հապկի պես միություն չէ, որը բավական այսպես չփորձված, չտեստավորված կառույց է եւ կարող է եւ տեսականորեն չգործել։ Հետեւաբար ռուսական զորքերը հարձակման կամ կասեցման գրոհի թուրքական զորքերի դեմ չեն կարող անցնել։ Խնդիրը լուծվելու է, այո, թերևս հապկի մակարդակով, բայց ինչպես կարող են զորքերի շարժեր տեղի ունենալ, փորձել կասեցնել որոշակի առավել առաջ խաղացում եւ այլն եւ այլն։ Մենք իհարկե խոսում ենք թեական, տեսական իրավիճակի մասին, սակայն քաղաքական վերլուծությունը նաեւ տեսականի եւ տեսության խնդիր է։ Այս առումով ես բացառում եմ ռուս-թուրքական բախում, հետեւաբար հապկը կարող է լինել ամբողջությամբ ոչ էֆեկտիվ։ Եվ մենք տեսնում ենք, որ կրակում են Հայաստանի ուղղությամբ, հապկը հայտարարություններ անգամ չի անում ցավոք սրտի, գոնե հայտարարությունների մակարդակով կարելի էր արձագանքել։ Ու եղավ Բորդյուժան հայտարարություն արեց, ոչ կոշտ հայտարարություն։ Կոշտ հայտարարություն եղավ ուղղակի ուշ։ Ոչ այն ժամանակ, երբ որ մենք սպասում ենք, այո, չեղավ։ Այսպես ասում են, քաղաքական գործիչը կամ քաղաքագետը նրա համար որպեսզի ասի թե ինչ կլինի, հետո բացատրի ինչու չեղավ։ Հիմա որքանով է իրատեսական այս սցենարը։ Ես կարծում եմ այնքան էլ իրատեսական չի, որովհետև այնուամենայնիվ եկեք չմոռանանք, որ որոշակի կարճ ժամանակահատվածում գուցե Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են, բայց գլոբալ առումով դրանք երկու գերպետություններ են, երկու իմպերիաներ են, կայսերություններ, որոնք միշտ մրցակցության մեջ են եղել, հիշենք բազմաթիվ ռուս-թուրքական պատերազմները, սա ինչ-որ ավելի շուտ խաբկանք է կամ ժամանակավոր ներշնչում, որ կարծում եմ երկու պետություններն էլ ուզում են ցույց տան, որ իրականում իրենք բավականին մերձեցել են եւ գործում են համատեղ, իրականում բնականաբար բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից մեկն է եւ հակադրվում է ամեն կերպ Ռուսաստանին։ Այսինքն ես չեմ տեսնում նման մեծ սպառնալիք, մյուս կողմից իհարկե Ռուսաստանի թուլացումը եւ հատկապես Իրանի թուլացումը չի կարող շահավետ լինել Հայաստանի համար։ Ինձ համար ակնհայտ է, որ այն ինչ որ նախապատրաստվում է Սիրիայում, դա պարզապես նախերգանքն է այն ռազմական գործողությունների, որ Միացյալ Նահանգները մտադիր են ձեռնարկել Իրանի դեմ։ Եվ ամենամեծ եւ ամենասարսափելի այդ թվում նաեւ մարդասիրական ողբերգությունը ես Հայաստանի համար կանխատեսում եմ, եթե իսկապես Իրանի դեմ պատերազմ սկսվի եւ Իրանի ներսում լուրջ խժդժություններ եւ լուրջ փոփոխություններ տեղի ունենան, այդ թվում նաեւ մեր սահմանների համար դա մեծ սպառնալիք կլինի շատ մեծ հոսք փախստականների, կլինեն նաեւ այսինքն սահմանների պաշտպանության լուրջ խնդիր է առաջանում նոր ռազմաճակատ մեզ համար եւ ինձ համար ակնհայտ է, որ մենք նման ընթացքին պատրաստ չենք։ Եթե թույլ կտաք շատ փոքրիկ հավելում, միանշանակ համաձայն եմ երկրորդ մասով, առաջին մասով Թուրքիան ՆԱՏՕ-ում համարվում է հիմա արդեն օտար մարմին եւ ամերիկյան մամուլում, խոշոր մամուլում շատ հաճախ խոսում են այն մասին, որ ժամանակն է մտածել անգամ Թուրքիային հանելու ՆԱՏՕ-ից, որովհետեւ իր ամբողջ գործողություններով գործում է ՆԱՏՕ-ի շահերին հակառակ եւ Թուրքիան մերձենում է Ռուսաստանի հետ հենց ընդդեմ ըստ էության ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ոչ թե ՆԱՏՕ-ի կառույցի, բայց վերածվել է արդեն սիրային հարաբերությունների, իսկ երկրորդ մասով այո, ամեն բան ցույց է տալիս, որ հատկապես այս սուպերբազեների նշանակումամբ երկու սուպերբազեների, դեսպան Բոլթոնի եւ Մայք Պոմպեոյի, ամեն բան գնում է դեպի թերևս կարելի է կանխատեսել ամերիկա-իրանյան պատերազմի։ Ոյ Հայկը ինքան ճիշտ ասած sense վախացնող sense հորետեսականն է ներկայացնում, ես մի պահ ուղակի անկեղծ Հայկի խոսելուց հետո ես իմ տրամադրությունս ընկավ մի պահ, բայց պիտի ասեմ, որ ես կարծում եմ, որ պատերազմ ուղղակի Իրանի հետ դա բացառվում է, այսինքն մեծ պետությունները այնուամենայնիվ թե այսինքն կոնկրետ ԱՄՆ, թե ուղիղ Իրանի հետ, թե Ռուսաստանի հետ, իմ պատկերացմամբ միջուկային զենք չունի, անվտանգ է։
իրենք ավելի շատ պատերազմ են պրոքսիներում, այսինքն պրոքսի հարթակներում։ Կարծում եմ, որ գոնե մինչև հիմա պրոքսի հարթակներում են, այսինքն ուղիղ մինչև հիմա, բայց այսինքն պիտի նկատի ունենալ, որ շատ հայտարարություններ, որոնք թե ուրեմն Թուրքիայի նախագահն է ասում, թե ԱՄՆ-ի նախագահն է ասում, թե Ֆրանսիայի, թե Պուտինն է ասում, դրանք շատ դեպքերում իմիտացիոն են, դրանք շատ հաճախ քարոզչական են, ուղղված են արտաքին, ներքին լսարանների համար, այսինքն Թրամփը Twitter-ում գրեց, որ կհրթիռակոծի, չէ, Սիրիան, հետո հաջորդ թվիթը ավելի հանդուրժողական, այսինքն բովանդակություն ուներ, որ պիտի աշխատել, համագործակցել Ռուսաստանի հետ եւ այլն։ Իմ պատկերացմամբ, ինչ որ անդադ խոսում է երրորդ համաշխարհային պատերազմ, ավելի սրացում, ուղղակի ես կարծում եմ, որ կողմերը փորձում են մեկը մյուսի նկատմամբ ավելի շատ կռվաններ ձեռք բերել, ավելի շատ ուրեմն բացել իրենց հնարավորությունները, անդադ խոսում է, որ Իրանում պատերազմ կլինի, փախստականների ալիք կլինի եւ այլն, բայց այս տարիներին մենք նման որևէ այսինքն գործընթաց չենք տեսնում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանին Հայաստանի դեմ հնարավոր սպառնալիքին, ես պիտի ասեմ, որ իսկապես թե Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայն են, որ այս փուլում դաշնակցում են, միաժամանակ ունեն նաեւ հակասություններ, այսինքն գուցե սիրիական հարթակում նրանց շահերը համընկնում են, բայց հարավային Կովկասում, այսինքն միանգամայն այլ է։ Ու պիտի նկատի ունենալ, որ յուրաքանչյուր տարածաշրջանում միշտ էլ կան հավասարակշռող գործոններ, այսինքն մենք պիտի նկատի ունենանք, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը այնուամենայնիվ ավելի գլոբալ զարգացումների դեպքում պիտի որ հավասարակշռի գործընթացները, գոնե իմ պատկերացման, որովհետև իմ կարծիքով ապրիլյան պատերազմն էլ ճիշտ այսինքն գլոբալ չէր ըստ էության, այսինքն սա սադրանք էր եւ այսինքն լայնամասշտաբ պատերազմի մասին չէր այնուամենայնիվ խոսքը։ Մյուս կողմից փորձելով ավելի լավատես լինել Հայաստանի դերի հետ կապված, ուզում եմ ասել, որ ընդհակառակը Հայաստանը պիտի օգտագործի այն հնարավորությունը, որ ասենք իր գործընկերները Ռուսաստանը եւ Իրանը, ասենք նույն միջազգային հարաբերություններում որոշակիորեն ակտիվացրել են իրենց դերակատարությունը, այսինքն նախորդ տարիների համեմատ, ու կարծում եմ, որ Հայաստանը նաեւ պիտի փորձի փոքր պետություն լինելով նաեւ ակտիվացնել իր արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները, որովհետեւ եթե մերձավոր արևելյան ուղղությունը դիտարկելու լինենք, պիտի տեսնենք, որ դա շատ ստորադասված է եւ կարծում եմ, որ կարիք ունի առավել ակտիվացման։ Լիբանանի նախագահին վերջերս ընդունեցին։ Ամենայն դեպքում, այսինքն համենայն դեպս ռուսական կամ եվրոպական ուղղության պես մերձավոր արևելյան ուղղությունը այդ աստիճանի ինտենսիվ լինի։ Կարծում եմ, որ պիտի դառնա գերակա ուղղություն, այսինքն գոնե համահավասար ռուսական կամ եվրոպական ուղղությանը, որովհետև մենք գտնվելով հարավային Կովկասում իրականում պատկանում ենք մերձավոր արևելքին եւ այստեղ մենք ունենք թե սպառնալիքներ, թե վտանգներ ու թե մարտահրավերներ։ Համաձայն եք, որ այնուամենայնիվ մերձավոր արևելքի անկանխատեսելիությունը եւ որոշակի առումով հնարավոր սցենարների զարգացումը գալիս է նաեւ նրանից, որ Միացյալ Նահանգները ունի հստակ օրակարգ ինչ է ուզում Սիրիայում։ Օբամայի ժամանակ հստակ էր, թե որոնք են ամերիկյան վարչակազմի օրակարգերը, բայց հիմա մենք խոսում ենք մի վարչակազմի մասին, որը թերևս ամենաանկայունն է վերջի 70 տարում Միացյալ Նահանգներում։ Այժմ մենք խոսում ենք մի երկրի մասին, որը ունի պետքարտուղար, այսինքն մարդ, որը պետք է բարձրաձայնի ամերիկյան քաղաքականության մասին, այո, նրա տեխնացությունը հենց հիմա քննարկվում է Սենատում։ Հարցեր են տալի, բայց միևնույն է, դե ֆակտը չունենք։ Հայք հնարավոր է նաև դրանից լինի այս անկանխատեսելիությունը, որ մեծ հաշվով մենք գործ ունենք աշխարհի գերհզոր մի պետության հետ, որը գտնվում է իր տուրբուլենտության ամենաբարձր մակարդակի վրա եւ մի լիդերության, որը աչքի ընկնում անկանխատեսելիությամբ։ Ի վերջո ամենագլխավոր հարցը՝ ինչպես ընկալել Թրամփի թվիթները։ Դա պաշտոնական քաղաքականություն է, դա անքնության հետևանք է, դա վատ տրամադրության, ոգևորության հետևանք է, թե այնուամենայնիվ Թրամփի թվիթը մի բան է, ինչը կյանքը ցույց տվեց մինչև հիմա, որ դա այդպես է։ Պաշտոնական քաղաքականությունը մեկ է։ Ոչ, կարծում եմ, որ այստեղ խնդիր կա Սպիտակ տանը եւ ամերիկյան քաղաքականությունը դրսից եւ ներսից նայելու մեջ։ Բավական լուրջ տարբերություններ կան, որովհետեւ ներսից դու լսում ես նաեւ ամբողջ համակարգի խոսնակներին, establishment-ի տարբեր անդամներին, որոնց գիծը կարելի է զգալ ներսից։ Դրսից դա շատ ավելի դժվար է զգալը։ Եվ պետք է ասել, պետք է նշել, որ ամեն բան կայանում է նախագահի անձի մեջ։ Օբամայի օրոք ամեն ինչ կանխատեսելի էր, որովհետև Օբաման բավական կանխատեսելի էր, բայց ինքը կատարեց անկանխատեսելի քայլեր պրագմատիզմի առումով, այսինքն գերպրագմատիկ քաղաքականություն վարեց Օբաման։ Թրամփը իր նախընտրական արշավի օրերին հայտարարում էր, որ չի կարելի լինել կանխատեսելի եւ չպետք է իր պլանների մասին հայտնի դառնա։
Եվ բառացիորեն ասում էր, որ պետք է դիմել խապկանքների հաճախ։ Եվ եթե նայում ենք այս պրիզմայով, ապա թվիթների հաջորդականությունը բացատրվում է հենց այդ տրամաբանությամբ։ Խնդիրը այլ խնդիր կա այստեղ իհարկե, նա է, որ Թրամփը անընդհատ հայտնվում է խոշոր սկանդալների մեջ, գրեթե ամեն օր, եւ կադրային որոշ ոչ ճիշտ ընտրությունների արդյունքում այդ սկանդալները մեծանում են, տեղի են ունենում հրաժարականներ եւ դա է ստեղծում турբուլենտություն։ Մյուս կողմից պետք է հասկանալ, որ երբևէ ամերիկյան վարչակազմը չի եղել այդքան միահեծան կառավարվող եւ կենտրոնացված, որքան այս օրերին է։ Դա դարձնում է մյուս կողմից իրավիճակը շատ ավելի կանխատեսելի։ Եւ եթե հայտնի է, որ նախագահ Թրամփը անձնական բարեկամություն է սկսել եւ անձնական բարեկամ է արդեն MBS-ի հետ, Մոհամմեդ բին Սալմանի հետ, այսինքն արքայազնի հետ Սաուդյան Արաբիայի, որը ըստ էության թագավորի ֆունկցիաներ է կատարում, ապա հայտնի է, թե ինչպիսին կարող է լինել վարչակազմի հետագա քաղաքականությունը։ Հայտնի է նաև նրա անձնական մտերմությունը Նեթանյահուի հետ, անվերապահ ընդունումը Նեթանյահուի կառավարության գծի եւ այստեղ ամեն ինչ խաչվում է ընդդեմ Իրանի։ Արաքսը ասեց, որ շատ վատատեսական է, ես փորձում եմ լինել հոռետեսական, ես փորձում եմ լինել հասկանում եմ, այո, ցավոք սրտի Հայաստանի դեպքը կարող է լինել ամենատխուրը, որովհետև փոքրիկ երկիր է եւ առանց այսպես Հայաստանի համար մեծ զողողությունների պատրաստ դաշնակիցների, մինչդեռ այլ պետություններ ունեն դաշնակիցներ, որոնք խոշոր զողողությունների են պատրաստ, եւ ամեն բան գնում է նրան, ցավոք սրտի, որ տարածաշրջանը այնքան է քայքայվել 2003 թվականից սկսած, որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Սադամ Հուսեյնի Իրաքը, որը բական հզոր պետություն էր, կարող է ըստ էության ոչնչանալ եւ դառնալ ձախողված պետություն։ Սիրիան, որևէ մեկը չէր պատկերացնում, որ հզոր կենտրոնական իշխանություն եւ բարձր որակի տնտեսություն ունեցող երկիրը կարող է ըստ էության ոչնչանալ։ Եմենը, որը լուրջ բալանսների արդյունքում այնուամենայնիվ կայունություն է ձեռք բերել, ոչնչանալ, Լիբիան ոչնչանալ։ Այսինքն ամեն բան ցավոք սրտի զարգանում է խիստ հոռետեսական սցենարներով։ Այո, բայց մյուս կողմից ոչինչ անհետևանք չի մնում։ Եթե ինչ-որ միտեղ դա վերանում է, ինչ-որ միտեղ ստեղծվում։ Եվ եթե ամերիկացիները իրենց սահմաններից դուրս եւ իրենց ափերից դուրս առանց խաղի որևէ կանոնների ոչնչացրեցին կամ փորձեցին ոչնչացնել Մերձավոր Արևելքը, դրա գինը վճարեց Եվրոպան։ Փախստականները որպես թիվ 1 քաղաքական օրակարգով, որը այնպիսի երկրաշարժ ավելացած քաղաքական դաշտով, որ այսօր եվրոպական ներքաղաքական դաշտում ամենամեծ խնդիրը դրանք աջակողմյան նացիոնալիստական քաղաքական կուսակցություններն են, որոնք Իտալիայից սկսած մինչև Ֆրանսիա եւ Գերմանիա եկան իշխանության, այսինքն թվում է, թե Իրաքը կապ չունի օրինակ Մյունխենի հետ, բայց հետո պարզվում է, որ շատ ավելի կապ ունի եւ դա ընդունում են ԱՄՆ-ում բոլորը։ Եվ հենց դրանով է պայմանավորված նաև, որ օրինակ այս վերջի Թրամփի հայտարարության ժամանակ Գերմանիան լուր է։ Մեծ Բրիտանիան սկզբից կուզենայի դրա մասին խոսալ, որ մենք պետք է չթերագնահատենք Եվրոպական միության, եվրոպական հզոր պետությունների դերակատարումը այս պարագայում, որովհետև եթե հարցնեք ինչ է ուզում Եվրոպան, ապա միանշանակ է, որ Եվրոպան ուզում է խաղաղություն։ Եվ Եվրոպայի պետությունների ժողովուրդները, այսինքն հասարակությունները շատ լուրջ լծակներ ունեն իրանց իշխանությունների վրա, պարտադրելով դրանց գնալ այս կամ այն ուղղությամբ, այսինքն պատերազմի կամ խաղաղության։ Եվ որքան հասկանում եմ եւ տեսնում եմ քայլերից, եվրոպական պետությունները հակված են խաղաղության, այսինքն պատրաստ են ցանկացած գին վճարել, որպեսզի գոնե փխրուն խաղաղությունը պաշտպանվի եւ համոզված են, որ Միացյալ Նահանգները առանց հզոր դաշնակիցների չի գնա լուրջ պատերազմների։ Իրաքում գնաց առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնության։ Այո, բայց ոչ եվրոպական որոշ պետություններ այնուամենայնիվ աջակցեցին։ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը լիովին բավարար են Իրանի դեմ կամպանիա սկսելու համար։ Ես չեմ համարում Սաուդյան Արաբիան գերպետություն։ Դա միանշանակ է եւ ես չեմ հիշում որևէ լուրջ պատերազմ, որտեղ Սաուդյան Արաբիան լուրջ դերակատարում է ունեցել եւ հաղթել է։ Որովհետեւ դա իրենց պատերազմը չի եղել, սաուդիների պատերազմը։ Եթե վերհիշենք սառը պատերազմի տարիները, այսինքն աֆղանական պատերազմը, երբ որ Աղվանստանը նորից պրոքսի հարթակ էր եւ այստեղ բախվում էին ԽՍՀՄ եւ ԱՄՆ, հիշենք, որ առանց Սաուդյան Արաբիայի ԱՄՆ չէր կարող վարել այդ պատերազմը։ Այսինքն միջազգային հարաբերությունում կարելի ասել ոչ մի բան չի փոխվել։ Եղել է այն, ինչ որ եղել էր սառը պատերազմի տարիներին, այսինքն ԱՄՆ նորից օգտագործելով տարածաշրջանում իր դաշնակիցներին, նույն Սաուդյան Արաբիային, որը սալաֆիականությունը, վահաբականությունը արտահանում էր արտաքին աշխարհ եւ
նպաստում էր այդ ջիհադիստական ռեսուրսի ձևավորմանը, ԱՄՆ-ը այդ նույն ջիհադական ռեսուրսը, որը պատրաստում էր Սաուդյան Արաբիան, ուղղորդում էր իր թշնամի պետությունների դեմ։ Մի խնդիր կա, ես համաձայն եմ, որ Թրամփը լավ հարաբերություններ հաստատել Նեթանյահուի հետ, նաև իր փեսա Կուշները շնորհիվ, որը հայտնի հրեա է եւ Թրամփի աղջիկն էլ է նույնիսկ հրեականություն ընդունել, բայց մեծ հաշվով Թրամփը կատարել իր նախընտրական խոստումը դեսպանատունը տեղափոխելու մասին։ Եվ Թրամփը մի քանի անգամ նաև դա ակնարկել է, որ ես իմ նախընտրական խոստումը հրեական լոբի եւ հրեական ներդրողների համար դրանով համարում եմ այսպես կոչված ավարտած։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր բան եք ասում, բայց թույլ տվեք հարցին մոտենալ այլ տեսանկյունից։ Իրականում այդպիսի տպավորություն է ստեղծում դրսից, թե հրեական լոբիի խնդիրն է։ Հրեական լոբիի դերակատարումը ընդհանրապես Թրամփի պրոիսրայելական քաղաքականության մեջ մինիմալ է եւ փորձեն բացատրել թե ինչու։ Թրամփի հիմնական ընտրական բազան հանդիսանում են ավետարանականները, Bible Belt-ի, այսինքն այսպես ավետարանական գոտու քվեարկողները, որոնք միջին Ամերիկայի, այսպես կոչված Midwest-ի, միջին արևմուտքի բնակչությունն է։ Ավետարանչականները այդ ահռելի զանգվածը ծայրահեղ պրոիսրայելական ուղղվածություն ունի եւ իրենց համար Իսրայելը հանդիսանում է սուրբ գաղափար, որքան էլ դա անհասկանալի է եվրոպացիներին կամ Ամերիկայից դուրս բնակվողներին, ամերիկյան քաղաքական իստեբլիշմենթում սա հրաշալի գիտեն։ Իրենց համար ամենակարևոր կոնցեպտը դա Իսրայելի պահպանումը, հզորացումը եւ Իսրայելի թշնամիների ոչնչացնումը այս քրիստոնյաների համար։ Եվ Թրամփը հենվում է նրանց վրա իր բոլոր քայլերում։ Բայց ես ուզում եմ մի բան ասեմ, որտեղ չեմ կարող պես արաբիստ չարձագանքեմ, այսինքն սա շատ հին պատմություն է, այսինքն հրեաների պետության ստեղծման, Երուսաղեմը մայրաքաղաք դարձնելու, այսինքն ամերիկյան գիծը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միշտ միտված է եղել աջակցելու Իսրայելին, Իսրայել պետության կայացման հարցում, այսինքն ոչ մի նոր բան չպատահեց։ Ու ես նորից ես միայն համաձայն չեմ, որ Նեթանյահուի հետ, իսկ Թրամփը, քանի որ Օբաման ուներ բոլորովին այլ նախընտրական բազա եւ նաեւ իր համոզմունքներով չէր համաձայնում Նեթանյահուի անձնական համոզմունքների հետ եւ կառավարության գծի հետ, իսկ Թրամփը չունի դրանք ելնելով իր ընտրազանգվածից եւ ելնելով իր անձնական համոզմունքներից։ Բայց ամերիկյան գիծը չի փոխությունը կա, միլիարդների այնպես որ կա։ Ես կարծում եմ Կիրակի առողջության համար բավական է այսքանը։ Եկեք թեման փոխենք, հիմա գնանք կարճատև դատարի, որից հետո կվերադառնանք։ Որը կորել էր ցավոք ծառերից ստվեր խոտին պարկեց արևի հետ կռվելով ծառերին ծեր պիտի հարցնես հետո ինչա գրվելու Պիտի դիմանաս, պիտի կանգնած մնաս, ինչքան շատ բան իմանաս, այդքան շատ բան կիմանաս, իմացի, պիտի դիմանաս, պիտի կանգնած մնաս, ինչքան շատ բան իմանաս, այդքան շատ բան կիմանաս, լուսաբաց, հավաքի սրտերը, դուրս թափված օգնի մթում, ապրող մարդկանց, հանի նրանց, մի թող պարկած, լուսաբացա ու անձրև, գնամ ամպը, միացնեմ, դուրս թացա ու քաղաքը վերջապես լվացվեց Պիտի դիմանաս Դուք դիտում եք Վանաձև ակումբը եւ վերջին թեման Մերձավոր Արևելքից տեղափոխվենք Երևան այս շաբաթ Հայաստանի ֆուտբոլի հավաքական վերադարձավ գլխավոր մարզիչը նորից Վարդան Մինասյանը Դավիթ որպես այսպես ասած ֆուտբոլագետ մենք խոսում ենք մի բանի մասին որը հոգու խորքում բոլորս գիտեինք որ այդ դա օրը գալու է բոլորս ցանկանում ենք եւ ուղղակի ժամանակի հարց էր արդյոք ճիշտ ժամանակին վերադարձավ Վարդանը Ես պետք է խոստովանեմ եւ դա անում եմ առաջին անգամ հրապարակա, որ Վարդան Մինասյանը ոչ միայն լավ մարզիչ է եւ ֆուտբոլիստ, այլ նաեւ իմ եղբայրն է։ Գիտենք։ Հարազատ եղբայրը։ Ոչ, իմ հարազատ եղբայրը չէ, իմ հորաքրոջս որդին է, բայց մենք միասին ենք մեծացել եւ միասին ենք սկսել ֆուտբոլ պարապել դեռևս հեռավոր 1981 թվականին Բայց կարծում Մեդիամաքսի բոլոր էքսկլյուզիվները որտեղից Իրականում ոչ, օրինակ եթե նկատել եք նշանակվելուց հետո մեզ հարցազրույց չի տվել, որովհետև ասում է որ մյուսները կնեղանան Պետք է խոստովանեմ, որ մեր ընտանիքի համար դա այնքան էլ հեշտ որոշում չի, որովհետև մենք իր հոգեկան հանգստության համար շատ ենք անհանգստանում, որովհետև երբ որ Վարդանը զբաղվում է մարզչական գործունեությամբ, ինքը նվիրվում է այդ գործին, մոռանում է մնացած ամեն ինչի մասին եւ յուրաքանչյուր անհաջողություն, հատկապես անհաջողություն սրտին շատ մոտ է ընդունում։ Հաջողությունները
հանկիստ է ընդունում, իսկ անհաջողությունները ահա որ ծանր է տանում նորմալ adekvat մարդ է։ մենք էլ Գոնե մեկը ասել որ Վարդանի համար սա շատ գիտակցված, քննարկված որոշում էր եւ պատճառաբանված այն հանգամանքով, որ գուցե անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ռեալ շանս կա, որ մեր հավաքականը կարող է ազգերի լիգայի միջոցով հայտնվել Եվրոպայի չեմպիոնատում։ Դավիթ, մենք բոլորս գիտենք, որ Վարդանի հեռանալու պատճառներից մեկը հետևյալն է, որ ինքը նեղ շրջանակում հնարավոր է ձեր ընտանեկան հատների ժամանակ ասել է, որ ինքը չի ցանկանում ապրել մի կյանքով, որ իր երեխաները մեծանան եւ կարդան ինտերնետում իր հասցեին եղած դժգոհությունները եւ հայհոյանքները։ Հիմա հարցը հետևյալն է. հավաքականը շարունակելու է պարտվել, ինչպես նաեւ հաղթել, բայց նաեւ պարտվելու է։ Այս անգամ ձեր կարծիքով Վարդանը պատրաստ է որ կլինի նույն այն դժգոհության ալիքը, որովհետեւ թվում է թե պատրաստ է, բայց ինչ-որ մի պահից միևնույն է այդ բանը լինելու է։ Ես ձեզ ասեմ, որ Վարդանը հստակ բաժանում է քննադատությունը վիրավորանքներից։ Երկուսն Նա են լինելու շատ են, նորմալ է վերաբերվում քննադատությանը, երբ որ քննադատությունը հատկապես պատճառաբանված է եւ երբ որ ունի այն հիմք։ Մենք գիտենք, որ երբ որ մեր հավաքականը հաղթում է, բոլորը աստված են, եւ գիտենք, երբ որ պարտվում է, բոլորը հայհոյում են։ Այդպես չէ, երբ որ հավաքականը հաղթում է, սովորաբար փառաբանում են ֆուտբոլիստներին, երբ որ հավաքականը պարտվում է, միշտ մեղադրում են համարշին։ Դա այդպես է, ամենը բացի քննադատությունից լինելու է նաեւ հայհոյա։ Նորմալ է դրան վերաբերվում։ Բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր հասարակությունում միշտ չի, որ մարդիկ գնահատվում են ըստ արժանվուն իրենց ձեռքբերումների համար, հա, ենթադրեք մեր հավաքականը չունենալով լուրջ կազմ չունենալով շատ ուժեղ ֆուտբոլիստներ իր պատմության ընթացքում հասավ 34-րդ տեղին FIFA-ի դասակարգման մեջ, որը բարձրագույն արդյունքն է իհարկե ամբողջ պատմության։ Վարդանը ժառանգություն է ստացել մի հավաքական, որը 98-րդ տեղում է։ Եվ կարող է ավելի շատ հիմա իջնել, որովհետև վերջին երկու խաղերը շատ վատ անցկացրած։ Դա հիմա պատրաստ է թե չէ։ Ինքը պատրաստ է, ինքը պատրաստ է։ Հայկ։ Ես պետք է խոստովանեմ, որ նոր մարշչի անձին լավ են վերաբերվում, բայց պետք է նաև շատ ավելի մեծ խոստովանություն անեմ, որ ֆուտբոլով չեմ հետաքրքրվում, չեմ դիտում եւ ֆուտբոլից գրեթե չեմ հասկանում։ Բայց գիտեմ մի բան, որ ֆուտբոլը դա միայն մարզիչը չէ եւ դա միայն խաղացողները չեն։ Դա համակարգային հզոր հսկայական աշխատանք է, որի վրա որոշ երկրներ, օրինակ Չինաստանը բոլորովին վերջերս միլիարդներ են ծախսում եւ կատարում են ահռելի աշխատանք արդյունքներ ապահովելու համար։ Չեն հասնում արդյունքի։ Եվ Չինաստանում վստահ են, որ կհասնեն, իրենք նոր են սկսել եւ դա արդեն դառնում է հայտնի։ Չինաստանը որ մի ոլորտում չեն հասնում արդյունքի։ Եթե որոշում են հասնել։ Շատ են Միացյալ Նահանգները եւս ֆուտբոլում դեռևս արդյունքի չեն հասնում։ Խնդիրը նրան, որովհետեւ Միացյալ Նահանգներում ֆուտբոլը պիտի հասկանալ, որ բազան չունի հանրային հետաքրքրության եւ բոլորովին նոր է սկսում։ Այդ երկրում միջև հիմա ֆուտբոլը համարում են ղզիկների սպորտ։ Չէ, արդեն չէ համաձայնի, բայց փոխվում է։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանում կարելի է ունենալ հրաշալի մարզիչ, կարելի է ունենալ մի քանի հրաշալի խաղացող, բայց ունենալ խայտառակ ֆուտբոլ, որովհետև ընդհանուր աշխատանք չկա, որովհետև դատելով այս տարիների փորձից ամբողջ կազմակերպչական աշխատանքը թերևս ձախողման ուղով է գնում եւ այստեղ ակնհայտ է, որ երկիրը պետությունը մտածելու բան ունի եւ հասարակությունը նրա հետ, որովհետեւ մարզչի վրա դնել ամբողջ պատասխանատվությունը կամ այս կամ այն խաղացողի չի կարելի։ Ենթակառուցվածքները, ֆուտբոլային դպրոցը, մենեջմենթը, այն ամբողջ համակարգը, որը շրջապատում է այդ մի քանի րոպեանոց խաղին եւ հատկապես մենեջմենթին։ Անկեղծ ես էլ պիտի խոստովանեմ, որ շատ մեծ համակրանքով եմ լցված Վարդանի նկատմամբ, թեև շատ նյուանսներ իհարկե չեմ հասկանում, այնուամենայնիվ, բայց որպես Հայաստանի քաղաքացի ես էլ եմ երազում, որ մենք հզոր ուժեղ ֆուտբոլ ունենանք, որովհետև դա իսկապես շատ մեծ զենք է ու ընդհանրապես ներքին լսանը կոնսոլիդացնելու եւ այլ, այսինքն կերպարներ ստեղծելու, երիտասարդներին ոգևորելու նույնիսկ դպրոցականներին ու մաղթում եմ, որ Վարդանը իսկապես հաջողություն ունենա մեր հավաքականում։ Կունենա։ Ես կարծում եմ, որ պետք է ունենա։ Ամեն ինչով կօգնեմ, որպեսզի ազգականները վստահ են, որ ունենալու։ Մեր հաղորդման վերջում մեկ ամսագրի վերջին համարը։ Համեցեք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արաքս պարոնայք, ես շնորհակալ եմ մեր ծրագրին մասնակցելու համար։ Վերջում մի քանի խոսք, նախ առաջինը ասում եմ, որ հորետեսը դա լավ տեղեկացված լավատեսն է, այն իմաստով, որ ես ասում եմ, որ
իհարկե Հայկի կանխատեսումները հուսով են չիրականանա, բայց մյուս Եվ կողմից թող իրականանան իմ կանխատեսումը։ Եվ թող իրականանան Դավիթի կանխատեսումները, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանը տարածաշրջանում իրավունտագության միակ երաշխավորը սեփական զինուժն է։ Հետևաբար բոլոր հնարավոր կոնֆիգուրացիաներով ում հետ ուզում ես եղի դաշնակից, ում հետ ուզում ես ճշտամացի, միևնույն է, հստակ է, որ մենք պետք է պահենք մեր սահմանները, ոչ ոք մեզանից ավել չի լինելու։ Եվ եւս մեկ խորհուրդ, ես այսօր խոստովանությունների օրը, երբ որ ես լինում եմ անտրամադիր, ապա իմ շատ կարճ ժամանակով տրամադրությունս բարձրացնելու էմոցիոնալ վերալիսկավորման ուղիներից մեկը YouTube-ում դիտելն է Հայաստան-Դանիա խաղը Էդուարդ Քալանթարյանի մեկնաբանությամբ եւ երբ Հայաստանը անսպասելի հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ 4-0, որը նույնիսկ Դանիայում ռեկորդ էր, որովհետեւ այդ հավաքականին ոչ ոք չէր հաղթել, եթե չեմ սխալվում 1960 թվականից։ Եվ երբ որ դու այդ 5 րոպեն հավաքած երկրպագուների կողմից այդ վիդեոն հավաքած նայում ես, դու ուղղակի ստանում ես այնպիսի էներգիա, որ դրանից հետո կարող ես օրը շարունակել 12 ժամ։ Ես մաղթում եմ, որ Հայաստան-Դանիա խաղի պես Վարդան Մինասյանը ունենա նոր հաղթանակներ։ Սա բանաձև ակումբն էր, շնորհակալություն ուշադրության համար եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։